Բարև ձեզ հայրենակիցներ, սա Փափուկ հաղորդաշարն է եւ այսօր իմ հյուրն է հանքարդյունաբերության փորձագետ Վիսսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանը։ Պարոն Միրզախանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես կարծում եմ, որ քաոտիկ այս օրերին ձեր խոսքը բավական տեղին կլինի եւ նպատակային եւ դրա համար տալիս եմ իմ առաջին հարցը։ Ինչու Վիսսոնյան Հայաստան նմանատիպ հասարակական կազմակերպություն, ինչ խնդիր եք փորձում լուծել։ Շնորհակալություն հրավերի համար, ձեր հարցին պատասխանեմ այս կերպ։ Սովորաբար մարդը գիտակից էակ է եւ մեզանից առաջ մեր մեծերը, մեր իմաստունները ասել են, եթե մարդը չի իմանում որտեղ է ինքը գտնվում, որտեղից է դուրս եկել, չի կարող իմանալ ուր է գնում, թեկուզ վառ նպատակ է դրել իրեն առաջ։ Այսօր մեր ժողովրդի, մեր պետության առջև, ամբողջայության առջև դրված է օրասական իրավիճակում ենք եւ պայծառ ապագան չի երևում, որպեսզի ճիշտ ճանապարհով գնանք, մենք պետք է իմանանք որտեղ ենք գտնվում եւ նման իրավիճակներ եղել է մեր կյանքում թե չի եղել։ Խորը ուսումնասիրելով հասկանում ենք, որ այսօրվա իրավիճակը ճիշտ նման է այն իրավիճակին, որ մենք ունեցել ենք 1 դար առաջ, 1918, 21, 25 թվականներին համարյա նույն իրավիճակն է։ Մենք 1915 թվականին գենոցիդ, հետո 18-ից 23 կրկնակի գենոցիդը տեսանք, այսօր էլ Արցախի տեղահանումը տեսանք եւ կորուստը տեսանք, մեզ համար, հայ ժողովրդի համար դա նույն իրավիճակն է, որպեսզի հասկանանք հիմա ինչ անենք, որ նախկին սխալները չկրկնենք, պետք է լավ վերլուծենք անցած ժամանակաշրջանը, անցած ժամանակաշրջանը ինչպիսին էր, 15 թվականի եղեռնից հետո ազգերի լիգան, քանի որ հետագայում 18-ից 20 թվականները 5 դար մենք իշխանություն, պետություն չունենալով դաշնակցական կառավարության տեսքով մենք ունեցանք պետություն, այդ պետությունը մասնակցեց Անտանտի հետ միասին գերմանա թուրքական, ավստրո-հունգարական ուժերի դեմ եւ մի կողմից իբր թե դա պատճառ եղավ գենոցիդի, երկրորդը դա օգնեց, որպեսզի ազգերի լիգան, միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի հայ ժողովրդի ճակատագրի վրա, այսինքն ուշադրություն դարձնի հայկական հարցի լուծմանը, որը ստեղծվել էր դեռ 1875 թվականին Բերլինի կոնֆերանսում։ Ինչ կատարվեց 18-ից մինչև 23 թվականը, մենք ունեցանք ազգերի լիգայի միջոցով հարցադրվեց Փարիզի կոնֆերանս, Սևրի կոնֆերանս եւ պայմանագիր, հետագայում Լոզանի կոնֆերանս եւ պայմանագիր, միաժամանակ այդ ժամանակ կարծես թե մրցության մեջ էին մտել, ազգերի լիգան մի կողմից էր ուզում հայկական հարցը լուծել, թուրք-ռուսական այլանցը այլ կերպ էր ուզում հայկական հարցը լուծել։ Այդ Սևրի, Փարիզի, Լոզանի 2 տարվա այդ հարաբերությունների, բանակցությունների եւ հայկական հարցի լուծման ընթացքում անընդհատ ռուս-թուրքական այլանսը ստեղծեց Բաթումի պայմանագիրը, որը շատ վնասեր հայ ժողովրդին, հետագայում Գյումրի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որը էլի շատ վատներ, որը ստորագրեցին դաշնակները հեռանալուց հետո արդեն այդ պայմանագիրը, եւ վերջակետը կարելի ամենավատ իրավիճակը Վիլսոնի իրավարար վճիռը 20 թվականի նոյեմբերի 22-ին
հաստատելուց հետո, երբ որ վերջապես հայ ժողովուրդը ստացավ միջազգային ստատուսով առաջին փաստաթուղթը հայկական հարցի լուծման, անմիջապես թուրքական եւ բոլշևիկյան կառավարությունները կազմակերպեցին Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, որպիսի Վիլսոնի իրավարարվաճառը չդրվի գործողության մեջ։ Եվ մեր խնդիրը, որ զբաղվել ենք որպես Կեմերովոյի համանքի ներկայացուցիչներ, կազմակերպություն հայկական եւ հայեր, այն էր, որպիսի հաշվի առնելով այդ սխալները, երբ որ երկու մեծ ուժեր պայքարում էին իրար դեմ եւ մեկը ուզում էր լուծել հայկական հարցը ի օգուտ հայ ժողովրդի, մյուս այլանցը ուզում էր լուծել ի օգուտ իրենց, ի վնաս հայ ժողովրդի, այդ սխալները մենք չկրկնենք։ Եվ քանի որ Մոսկվայի եւ Ղարսի պայմանագրերը մինչեւ կարելի ասել երբեմն վերջ անգամ 15 թվականին 20 թվականին այդ երկու պետությունները, որոնք կնքել են պայմանագրերը, միշտ օգտագործում են իրենց շահերի համար, մենք որոշեցինք, որպեսզի այդ պայմանագրերը իրավական դաշտից դուրս անենք։ Դիմեցինք Մոսկվայում, մեր կազմակերպությունը դիմեց բոլոր իշխանությունների ներկայությամբ, ամբողջ իշխանությանը, բոլոր ճյուղերին, որ խնդրում ենք դենոնսացնեք այս պայմանագրերը օրինական են կնքման պահից ոչ մի իրավական նորմի եւ ոչ միջազգային եւ ոչ պետությունների եւ հանրապետությունների օրենքներին եւ սովետական միության նույնիսկ չեն համապատասխանում դենոնսացնել։ Իհարկե զարմանալի մեծ լավ ընդունվեց այդ լավ արձագանքվեց եւ առաջարկվեց որպեսզի գնանք դատական ճանապարհով, իսկ որպեսզի դատական ճանապարհով գնաս եւ միջազգային ատյան մտնես, քանի որ այդ պայմանագրերը համարվում են պատասխաններում գրված են միջազգային պայմանագրեր, պարտադիր պիտի քննարկման լուծումը կուլմինացիան պիտի լիներ միջազգային ատյանում։ Միջազգային ատյանն էլ նամակի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի որոշումն է։ Եվ անցնելով ռուսական դատական համակարգի բոլոր ատյանները մենք իրավունք ստացանք դիմել ՄԱԿ։ Եվ արդեն դիմել ենք մենք ՄԱԿ։ Այսինքն մենք արդեն կարելի է ասել այն մտքերը գաղափարները այն նպատակը, որ մենք դրել ենք մեր առջև, հասնել դատական որոշման միջազգային ատյանի, կարելի ասել դուռը թակել ենք եւ համարում ենք 50-ից ավել տոկոսը այդ աշխատանքի կատարված է, բայց ներսին մեկ պետության սահմանադրության օրենսդրության սահմանում աշխատելը մի բան է, երբ որ դու պրակտիկա ունես աշխատում ես, դրսում աշխատելը երկրորդ բանն է եւ մենք ստիպված խորհրդակցում ենք եւ համագործակցում ենք արդեն տարբեր իրավաբանական, փաստաբանական կազմակերպությունների հետ, որոնք ունեն մեծ փորձ ՄԱԿ-ի հետ աշխատանքի հայցադիմումներ են տվել եւ ստացել պատասխաններ ՄԱԿ-ից։ Ներողություն, պարոն Միրզախանյան, փաստաբան դուք այդ քայլով ինչ գործնական արդյունք եք ակնկալում եւ ինչ տեսական։ Եկեք իրարից տարբերակենք ինչ առումով, որտեվ հիմա կոպիտ ուժի դար է եկել եւ տեսնում ենք, որ իրավունքը ամենտեղ ոտնահարվում է, սա ձեզ ինչ կտա։ Ոչ միայն ձեզ անշուշտ հայությանը, բայց որպես նախաձեռնողի եւ տանողի։ Ճիշտ հարց տվեցիք, մեր պատմաբանները շատերն էին ուսումնասիրել Ջոն Կիրակոսյան, Յուրի Բարսեղով եւ շատերը Ջոն Կիրակոսյանը պատմական առումով, փաստագրական առումով, Յուրի Բարսեղովը վերջնական իրավաբանական գնահատական տվեց, որ այդ պայմանագրերը անօրինական են եւ արդեն պետք է պրակտիկ ճանապարհով գնալ, դիմել դատարան եւ ստանալ հաստատել որոշումը։ Մենք գնում ենք այդ ճանապարհով, որը ուղղորդեց Յուրի Բարսեղով։ Եվ Ջոն Կիրակոսյան եւ Յուրի Բարսեղովի հետ ես բախտ է վիճակվել մոտիկ հարաբերությունների մեջ լինել, ես եւ շարունակում ենք, կարելի ասել, իրենց սկսած դեռ չավարտած աշխատանքը, ուրեմն կարծիք կար ամբողջ հանրության մեջ,
եւ հայության մեջ եւ մեր տրադիցիոն երեկոծակցությունների եւ միջազգային իրավաբանական կազմակերպությունների մոտ մեզ արդեն ապացուցել ենք, որ կեղծ կարծիք կար, որպիսի Վիլսոնի իրավարար վճիռը դրի գործողության մեջ պետք է դիմի Հայաստան պետությունը։ Ահա, որովհետեւ պետություններն են ՄԱԿ-ի անդամներ։ Այո։ Ահա, բայց պարզվեց մեր անցած ճանապարհը ապացուցեց, որ դա այդպես չէ։ Իրավական հիմք չունի։ ՄԱԿ-ին կարող է դիմել ցանկացած դժվար երկրի վրայի քաղաքացի, հասարակական կազմակերպություն եւ նույն Արցախի հարցում։ Նույն Որտեղ նույնատիպ պատասխան ես չասեմ ում կողմից վերջերս ինձ ասաց դա պետք է անի Հայաստանի պետությունը։ Ու ես անկեղծ ասած գիտելիքս բավարար չի անշուշտ ես լռեցի։ Հիմա դուք ինձ հուշում եք որ իմ կեղծ կարծիք է եւ չարամիտ կարծիք է։ Չարամիտ սուտ է դա մեր անցած ճանապարհը ապացուցում է որ դա այդպես չէ օրենքի ուժ այդ թեզը չունի եւ մենք ներողություն փաստացի որպես իրավաբանական անձ ձեր հասարակական կազմակերպությունը համարժեք պետությանը կարող է դիմել ՄԱԿ-ի դատարան իրավունք ունի դիմել համարժեք բառը այստեղ չի կարելի օգտագործել որովհետեւ Պետության դիմելը շատ արագ է հարցը լուծվում մի քանի ամսվա մեջ մեր նման հասարակական կազմակերպություններին տարիներ է տևում որովհետև կանոնակարգերը տարբեր են քաղաքացու հարցը եւ ավելի երկար է մինչեւ մեկ բարի ՄԱԿ-ի որևէ պետություն որևէ մի շահագրգիռ ներկայացուցիչ չի վերցնում այդ խնդիրը իր ձեռքը եւ իրեն անունից է դիմում։ Փաստացի հասարակական կազմակերպության պարագայում էլ դուք հովանավոր պետություն եք փնտրելու, թե ոչ։ Մենք չենք փնտրելու, ՄԱԿ-ի օրենքն է փնտրելու։ Շատ լավ։ Ինչու Վիլսոնի իրավարար վճիռը չդրվեց գործողության մեջ, որովհետև բոլորը ասում են կոնգրեսը չհաստատեց Հայաստանի մանդատը, հայկական հարցի լուծման մանդատը, որը դա ճիշտ չէ։ Կոնգրեսը դա օրենսդիր իշխանության միջուկն է, սենատը եւ կոնգրեսը։ Նրանք զբաղվում են բյուջեի պլանավորումով եւ աշխումով։ Ահա։ Վիլսոնը հարցեր դրել ստորագրելուց առաջ մեր իրավարար վճիռը դիմեց կոնգրեսին, որպեսզի իմանա կֆինանսավորի այդ աշխատանքը, որը պիտի համաձայն մանդատի կատարվի։ Կոնգրեսը մերժեց ֆինանսավորումը, մանդատը չմերժեց։ Մանդատը տրված էր ազգերի լիգայի կողմից, Ամերիկայի կոնգրեսը իրավունք չուներ քննարկել մանդատի հարցը։ Եվ հաշվի առնելով, քանի որ 28-րդ պրեզիդենտ մեծ հայասեր Վուդրո Վիլսոնը հակառակ կոնգրեսի այդ որոշման մերժման ինքը հաստատեց եւ Ամերիկայի պետության մեծ կնիքը դրեց։ Մեծ կնիքը դա նշանակում է, որ այդ կնիքը դրված ցանկացած փաստաթուղթ բեկանելու իրավունք ոչ ոք չունի եւ ոչ մի օրգան։ Այսինքն եղել է 20 թվականին դրվել է ուժի մեջ, մինչեւ հիմա Վիլսոնի իրավարար վճիռը համարվում է գործող օրենսդրական փաստաթուղթ, օրենք։ Եվ կարելի ասել, քանի որ Վիլսոնի հարակից փաստաթղթերից մեկը դա քարտեզն է, քարտեզագրումն է սահմանների, իսկ քարտեզը դա կադաստրի վկայականն է, իրական Հայաստանի, կարելի ասել մենք այսօր դեռ 1920 թվականից մենք ունենք իրական Հայաստանի կադաստրի վկայականը, որի տարածքը հաստատված Վիլսոնով 162,000 քառակուսի կիլոմետր է, հաստատված ազգերի լիգայի որոշումով Սևրի պայմանագրով 214,000 քառակուսի կիլոմետր է։ Այսինքն այն թեզը, որ Հայաստանն է իրական Հայաստան եւ պատմական Հայաստան նույնպես տեղին չէ, իրավական հիմք չունի եւ որ այսօր Հայաստանը իրական Հայաստանը չունի կադաստրի վկայական, դա եթե չասենք շատ կեղծ, չարամիտ կեղծ, ապա թերի իրավական ստատուս չունեցող խոսույթ է։
Պարոն Միրզախանյան, այդ կադաստրի թուղթ ասածը, Վիլսոնյան քարտեզը, իրավական առումով տալիս է իրավունքը, իսկ հողի վրա ռեալ իրականության մեջ հարց տվեցիք, այո։ Այ հողի վրա ռեալ իրավունքը պիտի կադաստրի վկայականը, ընդհանրենք պարզիչնենք ավելի պարզ։ Դուք ունեք հողամաս։ Հա, հողամաս, որի վրա տուն եք կառուցել, ունեք 1000 քառակուսի մետր հող։ Մի մասը պիտի բնակարան կառուցեք, սեփական տուն, մի մասը պիտի լինի։ Դուք դիմում եք կադաստրի վկայական ստանալու։ Չափագրիչները գալիս են, գրում են, կոորդինատները տալիս են, չափում են, որտեղ ինչքան տուն պիտի կառուցեք, քանի քառակուսի վրա եւ քանի արկանի եւ ինչքան հողամասը պիտի լինի, տալիս են կոորդինատները։ Այդ ամեն ինչը Վիլսոնի իրավարար վճռում, այսինքն մեր կադաստրում, Հայաստան պետության հայ ժողովրդի կադաստրում գրված է, արված է դա։ Այսինքն համաշխարհային իրականում կադաստրում, միջազգային կադաստրում է դա գրանցված։ Այո, այո։ Որ Հայաստանը գրանցված է ազգերի լիգայում։ Ազգերի լիգայում, այո։ Եվ մեծ կնիքը Ամերիկայի դրված է, որը ենթակա չի փոփոխել։ Մնում է դրան հասնել։ Որից հետո դուք երբ որ ձեր կադաստրի վկայականն հաստատում եք, բայց ձեր հարևանի հետ ունեք վեճեր, հա, ինչ եք անում, ունեք կադաստրի վկայական, բայց գալիս եք ասում եք, ձեր հարևանը մասնակցել է դատական որոշումներին, որի հիման վրա ձեզ կադաստր են տվել, բայց ձեր որոշումը չի անում, դու գալի ասում եք հարևան, այս քանը, այս կոորդինատներով մերն է, նա կոպիտ ձևով ասում է չեմ անում եւ վերջ ուր ուզում ես գնա։ Ինչ պիտի անենք այսօրվա պարզ գետնի վրա, որ դուք ասեցիք։ Դուք գնում եք ցանկացած դատական որոշում ունի կատարածուներ։ Դատական որոշումների կատարածուների պրիստավների, հարկադիրների ծառայություն կա։ Ասում եք այսպեսի խնդիր կա, դատարան ջան, ուղարկի քո հարկադիրներին ինչքան պիտի մուծեն, փող ես մուծում, դա վճարովի ծառայություն է։ Այ այնտեղ էլ կոնգրեսը, որ հրաժարվել է վճարել այդ ծառայության համար։ Այդ է իմաստը, որը թուրիմացաբար որոշ մարդիկ ասում են կոնգրեսը մանդատը չհաստատել։ Չվճարեց կոնգրեսը, այդ աշխատանքի համար։ Իսկ հիմա մենք դիմում ենք, որպեսզի Ղարսի, Մոսկվայի, ավտոմատ Ալեքսանդրապոլի, Բաթումի պայմանագրերը անվավեր լինեն, արդեն Ռուսաստանի անցած ճանապարհը դատական սիստեմայի ցույց է տալի, որ անվավեր են դրանք։ Եվ այդ 4 պայմանագրերը գոյություն չունեն։ Այն ժամանակվա ազգերի լիգայի այսօրվա ՄԱԿ-ի ռեեստրում բնականաբար ավտոմատ ՄԱԿ-ի դատարանը մարդու իրավունքների կոմիտեն պիտի ասի, որ մեր ռեգիստրում չկան դրանք գոյություն չունեցող փաստաթղթեր են։ Հետո հարց է առաջանում, իսկ ո՞րն է հայ ժողովրդի Հայաստան պետության կադաստրի քարտի իրավունքների մասին այդ միջազգային փաստաթուղթը, քանի որ բոլոր խոշորագույն պետությունները բացի երկուսից ընդունել են ցեղասպանությունը եւ հաստատել են։ Մյուսներն էլ են ընդունել, բայց ոչ օֆիցիալ։ Այն դեպքում կասեն Վիլսոնի իրավարար վճիռը, բա ինչի չի դրվում։ Եկեք վերցրեք, տարեք դրեք։ Մենք դատարանով ստացել ենք մեր հողամասի համար կադաստրի վկայական, պետք է գնանք կադաստրի պալատից ստանանք մեր վկայականը, որ բերենք ցույց տանք հարևանին, մյուսին, պրիստավին, հա, որ հարկադիր կատարողին, մենք չենք գնում մեր կադաստրի վկայականը այն օրգանից, որը պատրաստողը իրավունք ունի պատրաստելու, մեր կոչվում է կադաստրի պալատ, իսկ միջազգային հարցերում կոչվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ լիգա։ Մենք չենք գնում մեր կադաստրի վկայականի հետևից, առաջի հերթին բնականաբար պիտի գնա պետությունը։ Բայց պետությունը որ չի գնում, դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը իրավունք չունի։ Պետությունը բաղկացած է ժողովրդից, հասարակական կազմակերպություններից, անհատներից, այ առաջի անգամ մենք որպես հասարակական կազմակերպություն դիմում ենք եւ փոխարինում ենք այն ֆունկցիան, որը պիտի կատարի իշխանությունը Հայաստանի, մենք ենք վերցրել մեր վրա եւ համոզված ենք, որ այդ ծախսերը շատ մեծ չեն լինի, մեր սփյուռքը մենք երբ որ հարցը հասունանա արդեն սահմանագծման
բոլոր հայերը կմիանան այդ կձևավորեն հարկադիրի այդ օղակը։ Այո, չեն ձևավորի, ձևավորում է ՄԱԿ-ը։ Այդ հարկադիրի օղակը ինքն է նշանակում է դա հեշտ հարց չէ, պիտի լինեն պաշտպանի զինված ուժեր, երկու կողմից, որ ազգանության ոչինչ չլինի, դրանց ծախսերը պիտի հոգալ, եւ պիտի լինեն կատարածու այս բաժանող հողագործներ եւ այլն բաժանողներ դեմարկացիայի դելիմիտացիայի մասնագետներ սահմանազատող եւ այդ բոլոր աշխատանքները կազմում է սմետա ինչ որ գումար այդ գումարը հարցադրվում է նորից ՄԱԿ-ի հանձնաժողովին ՄԱԿ-ը դու վերցնում ես ֆինանսավորումը Եթե ընդհանրենք ասի չէ Ամերիկա դու վերցնում ես որտեղ քեզ էր տված մանդատը բացառված չի նորից դրի կոնգրես ասի հա ֆինանսավորում եմ բացառված չի ՄԱԿ-ի անդամ բոլոր պետություններից որևէ մեկը վերջնի ասի ես կֆինանսավորեմ ծայրահեղ դեպքում կասեն կադաստրի վկայական հայ ժողովուրդ քոնն է վերցրու կատարի հա մենք զոր կտրամադրենք բայց ծախսերը ձեզ վրա մեզ կմնա հայ ժողովրդին կմնա միայն հավաքել գումար այդ ծախսերը փակելու համար դա ինձ թվում է հարց չէ Պարոն Միրզախյան միջև մեծ կադաստրի այդ վկայականի հետևից գնալը մենք ունենք փոքր կադաստրի նաև վկայական այս կրծած իրական Հայաստանի մասին է խոսքը Այստեղ մենք ինչ խնդիրներ ունենք բոլոր դեպքերում սահմանադրության խոսք է գալիս ես չեմ կարծում որ Իլհամը պատահական է թիրախավորել մեր սահմանադրությունը այսինքն նորից տեսնում ենք որ իրավական դաշտը որքանով էլ արհամարվի Իլհամների կողմից միևնույն է ինքը իր հզորությունը ունի եւ դրա համար էլ նմանատիպ ասենք ագրեսորները կարող են հաջորդ քայլով թիրախավորել արդեն մեր սահմանադրությունը ինչ կա մեր սահմանադրության մեջ Եկեք առաջի մասին պատասխանենք հարցին Այսօրվա իրական կոչվող Հայաստանը ոչ մի իրավական հիմք չունի Նույնպես ոչ մի իրավական հիմք չունի այսօրվա Ադրբեջան կոչվող պետությունը որտև 1921 թվականին եթե հայկական 18 թվականին եթե հայկական հանրապետության սահմանները 92000 քառակուսի կիլոմետր ազգերի լիգան հաստատել է այն ժամանակ Ադրբեջան պետությունը ազգերի լիգան չի հաստատել մերժել է այդպիսի պետություն ազգերի լիգան չի ընդունել դա Ադրբեջան պետությունը սովետական միության ծնունդ է բոլշևիկյան կառավարության ծնունդ է դա միջազգային նորմերին չի համապատասխանում եւ 23 թվականի մինչև 23 թվականը սովետական միությունը ազգերի լիգան չէր ընդունել եւ նրա 21 թվականի Մոսկվայի, Ղարսի, Բաթումի, Ալեքսանդրապոլի պայմանագրերը չեն կարող լինել միջազգային իրավունքի շրջանառության հարց, միջազգային իրավունքով հաստատված հարց։ Այսինքն այսօրվա այս փոքր Հայաստան ասածը ոչ մի միջազգային հիմք չունի։ Այն խաղը, որը գնում է հիմա Էրդոգան, Ալիև եւ մեր կառավարությունների միջև դա խաղ է, որպեսզի մի քիչ մոտիկացնել իրավական ստատուս տալ այս եղած վիճակին եղած անօրինական վիճակին ոչ մի կողմի չընդունված վիճակին չընդունված տալ իրավական ստատուս իհարկե եւ Ադրբեջան այսօր ՄԱԿ-ի անդամ է եւ Հայաստանը եւ Վրաստանը բայց ՄԱԿ-ի անդամ լինելով չի ասում թե այդ պետությունը քանի քառակուսի կիլոմետր ունի սահմանները չի ընդունում որպես հիմք ուղղակի պետության սահմանադրությունը օրենքը ստրուկտուրաները իշխանության ստեղծված այսինքն սահմանների հարցը դեռ բաց է ասել այսօրվա իրական Հայաստանը 30000 քառակուսի է Ադրբեջանին 100 քանիս է եւ այլն դա ոչ մի միջազգային նորմի չի համապատասխանում Այսօր գնում է այնպիսի process, որ քանի որ կազմակերպվել է այնպես, որ Ադրբեջան կոչեցյալ պետությունը եւ իրեն ղեկավարը իբր թե ուժի դիրքերից է խոսում, իբր թե պայմանավորված այսպես թատերական
սպեկտակլ, հա, թատերական իրավիճակ են ստեղծում, որպեսզի ժողովրդին համոզեն, որ պիտի ենթարկվենք, պիտի համաձայնվենք անալն ինչ որ կա, բայց դա օրենքի ոչ մի տարի, ոչ մի բառին չի համապատասխանում։ Իսկ հա երկրորդ խնդիրը ես լսել էի, որ դուք մի անգամ խոսում եք, որ հայոց սահմանադրության մեջ եղել է հակաժողովրդական մի քայլ, երբ որ ժողովրդին զրկել են հողի իրավունքից, փաստացի, որքանով ես ճիշտ եմ ընկալել։ Խնդրում եմ ասել, այս առումով մեր սահմանադրության մեջ անելիք ունենք, թե չէ։ Այո, շնորհակալություն հարցի համար, շատ ճիշտ եք հարցը տալիս, ուրեմն մեր սահմանադրությունը պատվիրվել է առաջի ՀՇ իշխանության կողմից, պատվիրվել է գերմանական խոշոր կազմակերպություններին, սահմանադրություն գրող եւ լավ գրել են, այդ սահմանադրությունը պատրաստվել է եւ հաստատվել է մեր ազգային ժողովի կողմից 1995 թվականին, առաջին սահմանադրության մեջ սահմանադրությունը, որը հաստատվել է 06 դեկտեմբերի 15 թվականին, համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ կետի բարձրագրված է Հայաստանի հանքերը եւ ջրային ռեսուրսները համարվում են բացառիկ ժողովրդի սեփականությունը։ Դա 1995 թվականի սահմանադրության 95 թվականի կներեք։ Ահա, բացառիկ ժողովրդի սեփականությունը։ Ուղիղ 10 տարի հետո երկրորդ սահմանադրությունը ընդունվեց, երկրորդ սահմանադրությունը ընդունվեց, հենց իմեն այս կետը փոխվեց, այս կետում արդեն երկրորդ սահմանադրության մեջ այդ թիվը ասեցի դեկտեմբերի 15-ին արդեն համարվեց հանքերը եւ ջրային ռեսուրսները համարվում են պետության սեփականությունը, թե իմաստը որն է։ Թե ինչ է պետությունը, իսկ ինչի բացվում։ Այո, պարզ է։ Պետությունը դա ժողովուրդը չէ։ Իբր թե տեսականորեն ժողովրդի իշխանությունն է, բայց վարձու աշխատողներ են դրանք։ Ահա, հիմքերից հիմքը ինչն էր, քանի որ առաջի ՀՇ իշխանության ժամանակ խնդիր էր դրված ամբողջ արտադրական մեծ պոտենցիալ, գիտատեխնիկական մեծ պոտենցիալ ունեցող Հայաստանի Հանրապետության ամբողջ մտավոր եւ գիտական բազան պիտի վերածվեր որոշումով, միջազգային որոշումով։ Դե այդ միջազգային ինչ ուժեր էին, մութ ուժեր էին, վատ ուժեր էին, որ հարցեր դրված պիտի սովետական միության տարածքը ոչ թե դառնա զարգացող, այլ պիտի լինի շուկա միայն։ Ահա։ Ինչն էլ հասան սկզբունքորեն։ Այո, ինչ էլ հասել են։ Մեր 4 իշխանությունները գերազանց կատարել են իրենց վրա դրված միջազգային դրսի կազմակերպությունների հանձնարարությունները գերազանց ձևով կատարել են, բայց հաշվի առնելով, որ նրանք եղել են պետություն հայ ժողովրդի համար ոչինչ չեն արել, ամեն ինչ արված է ի վնաս հայ ժողովրդի եւ ի վնաս եւ հայ ժողովրդի հաշվին։ Երրորդ պրեզիդենտը երկրորդը 2005 թվականին, երրորդը 15 թվականին արդեն նույն կետը սահմանադրության հանքերի եւ բնական ռեսուրսների մասին գրում է հետեւյալ ձև, որ հանքերը, բնական ռեսուրսները համարվում են պետության սեփականությունը, բայց դրվում է կառավարության բացառիկ իշխանության տակ։ Իսկ կառավարությունը վարձու աշխատող է։ Այսինքն ժողովուրդը արդեն գոյություն չունի, զրկված է իրեն սեփականությունից, իրեն հանդստությունից, այն հողից, որի վրա ինքը կանգնում է, աշխատում է, այն օդից, որը շնչում է, այն ջրից, որը խմում է, այդ բոլորը իրենը չի։ Եվ դրա համար ամեն ինչի համար ինքը հարկ է վճարում։ Հիշում եք ամենախայտառակ օրենքներից մեկը ՀՇ-ի ժամանակ օդի հարկ։ Նման խայտառակություն չկա։ Այդ առաջին նշանն էր, որ հայ ժողովուրդը նաև օդից է զրկված։
Եվ պատահական փաստորեն երրորդ որոշումով հայ ժողովուրդը ոչ միայն զրկվեց իրեն այն իրավունքներից հողի, ջրի, օդի նկատմամբ, այլ նաև դրանով վերահսկելու հնարավորությունից զրկվեց։ Ինքը իրավունք չունի ձայն հանելու։ Հողը ինչ ես անում, հանքերը ինչ ես անում, ջուրը ում ես տալի, Имущество, հա? Ունեցվածքը ում ես տալի, ժողովուրդը դրա հետ ոչինչ հետ կապ չունի։ Եվ այդ վիճակը նաև այսօր է։ Այո, իհարկե, նույնիսկ ավելի ամրացում են։ Ահա, այդ վառ երևում է գիտեք ինչից։ Այսինքն ստացվում է մենք ունենք առանցքային հարցեր լուծելու։ Առանցքային հարցերը թողած Իլհամի հրամանով, պատվերով ընկել ենք հռչակագրի հետևից։ Մի կողմից Իլհամի, մի կողմից մեր ներքին օլիգարխ կառավարություն թատերական սցենարներ, ինչ ինչպես են։ Մենք ազգային ժողովում տեսնում ենք թատրոն։ Պարոն Միրզախանյան, եթե վաղը նորից մենք հետ դառնանք 1995 թվականի սահմանադրության այդ կետին, ինչ եք կարծում, մենք ինչ պետք է անենք, որ վերահսկենք, ինչ եմ ես հարց տալիս։ Ես արդեն մի 2-3 տարի հետամուտ եմ լինում, որպեսզի բնության հատուկ պահպանվող տարածք կոչվածների տարածքները չխլվեն, չօկուպացվեն, չփոկվեն։ Այսինքն մենք ունենք արգելավայրեր, արգելոցներ, նույն Խոսրովի արգելոցը, հա, պատմական անտառ է, որը ունի արգելոց է եւ ասենք տեղյակ ենք, որ բառացիորեն այդ արգելոցը, որ ունի սահմանված կանոնադրությամբ օրենքով տարածք, մակերես, մեկ էլ դա այսպես տարբեր մարդկանց կողմից խլված է, այսպես բռնազավթված է եւ ամեն մեկը իր նպատակային նշանակության համար կիրառում է եւ ոչ միայն Խոսրովի արգելոցը էլի այդպես Դիլիջանի արգելավայրն է ծանր վիճակում անտառահատում է գնում բնության հատուկ պահպանող տարածքում ինչու՞ ես այս հարցը տալիս այսինքն ոնց որ թե այնտեղ ֆիքսված է որ այս տարածքը այս արգելավայրինն է բայց եկեք տեսեք ինչ սանձազերծ քաղաքականություն է վարվում, ընդ որում եթե դու փորձում ես պայքարել, դու ընկնում ես նամակագրության մի ահավոր ցիկլի մեջ ու դուրս գալը շատ բարդ է։ Ես հիմա այդպիսի մի ցիկլի մեջ եմ։ Ասեմ այդ բոլորը հետևանք է սահմանադրության, այդ հանքերի, հողի, հարստության վերաբերյալ այդ խայտառակ օրենքներին, որպեսզի դա չլինի, պիտի փոխվի սահմանադրության այդ կետը առաջի հերթին եւ քանի որ հիմա մենք ընտրություն է գնում, ես կոչ կանեի մեր ժողովրդին ընտրություն գնալիս մտածել իրեն շահերի մասին, ամեն մի ընտրող իրեն շահի մասին, իրեն ընտանիքի, իրեն երեխայի, իրեն իրավունքների մասին մտածի եւ ոչ թե լսի տարբեր գուսակցությունների, այսպես ասած, սուտ խոստումները, որովհետեւ գիտեք, մեծ Բիսմարկը ասել էր ամենաշատ ստերը տարածվում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ եւ որսորդությունից հետո, հա որսից հետո ով ինչ սուտ գիտի եւ ինչքան կարող է ասել իշխանավորներին պետք չի նրանց խոսքերին լսել սովորաբար իշխանությունները քաղաքականությունով են զբաղվում իշխանությունները քաղաքականության մեջ մտած մարդը մտածում է մի բան անում է երկրորդը խոսում է երրորդը ասում է երրորդը երբեք իշխանությանը խոսքերին մտքերին հավատալ չի կարելի միայն կարելի հավատալ նրա գործողություններին գործողություններով պետք է իմանալ թե նա օգտակար իշխանություն է թե վնասակար իշխանություն է այս վերջի իշխանությունը 21 թվականին ես ստիպեցի քանի անգամ ասեցի եւ առաջ անգամ այս փարս գոհնակություն այս իշխանության հանքերը մինչեւ 21 թվականը հարկային դաշտ չէր մտած Իմ առաջարկությունով դրվեց շատ արագ 21 թվականի փետրվարից արդեն դրվեց հանքային դաշտ մտավ եւ ամեն մի փորձ ես տեսնում երբ որ այս իշխանությունը ուզում է ավելացնի այդ հարկային բազան բերի միջազգային ստատուսի օլիգարխներ չափազանց բուրն են դրան ռեագիրույթ եւ թույլ չեն տալի եւ այդ տարաձայնությունների իշխանության օլիգարխների դրա մեջ է իշխանությունը փորձում է շատ վերցնել նրանք փորձում են
շատ չտալ ու շատ թալանել։ Առաջինը համանadrության այդ կետը ես առաջարկում եմ մեր ժողովուրդներին, մեր ընտրողներին հանուն իրենց ապագայի, իրենց երեխաների, ընտանիքի, պետության, ժողովրդի ձայն տալ միայն այն կուսակցություններին, որոնք իրենց ծրագրի մեջ ունեն համանadrության այս կետը փոխելը, որպեսզի ժողովուրդը դառնա իրեն հողի, ջրի, օդի տերը, հարստության տերը։ Եթե այդ որևէ կուսակցություն այդ հարցը չի բարձրացնում, հենց այնպես ասում են, ես ոսկե սարեր եմ խոստանում, ես 300,000 աշխատատեղ եմ ստեղծում, ես 300,000 բարձր աշխատավարձ եմ տալու, բարձր թոշակել, որը կեղծ ասույթներ են, եթե հիմքեր չկա, եթե չկա տնտեսություն, եթե դու այդ իրավունքը չունես, քեզ ոչ ոք ոչինչ չի տա։ Որտեղ բոլոր իշխանություններին ձեռք է տալի ունենալ ճնշված, կեղեքված, թշվառված ժողովուրդ, որովհետև թշվառ ժողովրդին ղեկավարելը շատ հեշտ է, դա դեռ դարերից է եկել։ Երկրորդ կետը, որը ես կուզենայի, որ մեր ընտրողները ուշադրություն դարձնեին դրան, բոլոր մենք հանքերը շատ հարուստ են, այնպիսի 30,000 քառակուսի կիլոմետր տարածք, որ ունի հայ այսօրվա Հայաստանը, իրական Հայաստանը, ոչ ոք ոչ մի երկրագնդի ոչ մի կետում այդքան մեծ քանակի հարստություն չկա։ Մոտավոր հաշվարկով դեռ սովետական միության տվյալների հիման վրա 4-ից 5 տրիլիոն դոլարի մենք ունենք թանկարժե եւ գունավոր մետաղների հարստություն հանքերում, մեր գետնի տակ։ 4-ից 5 տրիլիոնի հարստություն արդեն պրոգնոզն է, այսպես կանխատեսվող, որը սպուտնիկով ուսումնասիրված է, բայց հաստատված չի մանր անալիզներով, բուրենիայի միջոցով արված չի, վերջնական, պեղումներով հաստատված չի։ Այդքան էլ մենք ունենք գազեմենի մետալի հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների պաշարներ, որը նոր է համար, որը եզակի էլեկտրոնիկայի եւ կոսմիկական եւ հրթիռային այդ նորագույն տեխնիկայի համար ապագան է, այսինքն այդ առումով էլ մենք շատ արագ զարգանալու հնարավորություն ունենք։ 4-ից 5 տրիլիոնի դեռ սովետական միության հաշվարկներով մենք ունենք ոչ մետաղական հանքային հարստություն, պերլիտ, պենզա, մրամր, գրանիտ, բազալտ, այդ պաշարները այդքան են։ Այդ երկուսը հաստատված են սովետական միության ժամանակից, որ արխիվներում կա, ես իմիջը վերցրեցի, ունենք մենք Հայաստանի Հանրապետության հարստությունը 90 թվականի սովետական միության տվյալներով, այդ տվյալները կան։ Իսկ այս պրոգնոզն հազվագյուտ մետաղների եւ էլեմենտների մասին Մոսկվայում զբաղվում են մեր հայր եւ աղջիկ գիտնականներ, Գևորգյանները, մեծ հենց այդ բնակավարի մասնագետ, որոնք հաստատել են 4-ից 5 տրիլիոն էլի։ Այսինքն եթե մենք վերցնում ենք հիմա միջազգային տվյալներով վերջերս 25 թվականի դեկտեմբերի տվյալներով, երբ որ ովքեր են աշխարհի, որ պետություններն են աշխարհի ամենահարուստ պետությունները, 10-ը 10-րդ հարուստ պետությունը համարվում է Վենեսուելան, որի հանքային պաշարները 15 տրիլիոն է։ Մենք Վենեսուելայի չափ 9-րդը Իրանն է 17 տրիլիոն։ Մենք այդքան հարստություն ունենք։ Եվ ուղղակի մենք տերը չենք։ Բոլորը եւ Վենեսուելան գիտեք, ուղղակի մեր պետությունը, մեր սահմանադրությունը այնպես է գրված, այնպես է գործում, որ չնայած սահմանադրությունը առաջինը եղել է շատ խելոք, շատ գրագետ, բայց հետագայում մեզ զրկել են ամեն ինչից, մեր ժողովրդին։ Եվ քանի որ զրկել են, այսօր եթե արաբական պետություններում ծնվում է երեխա, միանգամից հաշիվ է բացվում եւ մոտավորապես $1,000,000 չափ երեխայի հաշվին գրվում է փող, մի քիչ ավել, մի քիչ պակաս տարբեր երկրներում, իսկ մեր երեխան ծնվում է, անմիջապես ունի մեր հաշվարկով, քանի որ ունենք 15 միլիարդ արտաքին պարտք, ամեն երեխա 3 միլիոն բնակչություն, 15, ամեն երեխան հենց ծնվում է $5,000 պարտք ունի իրեն ուսերին։ Թե ինչու եմ գալ երեխան եւ ոչինչ չի հասկանում։ Որպեսզի դա չլինի, ուղղակի մենք պիտի աշխատենք
միջազգային օրենքներով։ Ուրեմն ասեցինք առաջինը սահմանադրությունը պիտի փոխվի, պիտի միջազգային օրենքներով աշխատենք, բոլոր հանքարդյունաբերող պետությունները, զարգացող պետությունները աշխատում են համաշխարհային արտադրանքի բաժանման օրենքի համապատասխան Սովետական միության փլուզումից հետո ովքեր Սովետական միության հանրապետությունից զբաղվում են հանքարդյունաբերությունով, Միջին Ասիայի, Ադրբեջանը, բոլորը անմիջապես ընդունեցին, Ալիևը առաջին ընդունեց, Հեյդար Ալիևը առաջին ընդունեց այդ օրենքը ինչ է տալի, դա միջազգային ընդունված օրենք է, որը թույլ չի տալի, որպեսզի կեղեքեն այն պետությունը, որտեղից հումքը հանում են, համաձայն այդ օրենքի մինիմում 51%-ից 76%-ը եկամուտի շահույթի պիտի մնա այդ երկրի ժողովրդին պիտի մնա իսկ մենք այդ օրենքը մեր մոտ չի գործում քանի անգամ ես արդեն քանի տարի է մոտ 5 տարի ես ասում եմ 20 թվականից ոչ ոք ուշադրություն չի դարձնում եւ այդպիսի թալան հանքերի որ մեր հանրապետությունն է կատարվում աշխարհի ոչ մի երկրում չի կատարվում ով է մեղավոր մենք ենք մեղավոր եւ այսօր Աստված տվել է մի 10 օր հետո պիտի լինի, 10 օր հետո երևի արդեն ընտրությունները ժողովուրդը կարող է ուշքի գալ, սթափվի եւ չգտնի մեղավորներ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, մեղավորը մենք ենք։ Երրորդը, որ ինչ պիտի արվի, պիտի դրվի բոլոր աշխարհի բոլոր երկրները հանքանյութը միանգամից հանքից չեն հանում ու դուրս տալի, վերամշակում են ստեղծում են եթե մետաղական հանք է քիչ թե շատ մաքուր մետաղ, որի արժեքը շատ բարձր է եւ աբյոմը քիչ է եւ որից առանձնանում է այն մետաղը, եթե ոսկու հանք է, միայն ոսկին է դուրս հանվում, հարակիցը մնում է էլի շատ ավելի թանկ, այո, մի քանի անգամ ավելի թանկ է, նա մնում է, դա պետք է այդ օրենքը ընդունվի շատ արագ հանքանյութի արտահանման արգելքի օրենքը։ Դա մի օրվա որոշում է։ Ահա։ Պիտի մեր, քանի որ մենք ունենք 3 խումբ հյուսիսում, Ալավերդին, կենտրոնում Սոտքը եւ հարավում Ղափանա, Գորիսը եւ Քաջարանը, Մեղրին, 3 տեղերում ստեղծել մետալուրգիական կոմբինատներ 1-2-3 անգամ վերամշակելու համար, որից հետո ստեղծել աֆինաժնի գործարան, աֆինաժը կարող է լինել 1, որտեղ աֆինաժի զավոդ արդեն մտնում է մաքուր մետալ ստանալու համար, դա ծավալները շատ մեծ չէ, եւ մենք շատ արագ կարող ենք դառնալ տնտեսական մեծ պոտենցիալ ունեցող պետություն եւ կարող ենք այնքան գումար ունենալ եւ որ մեր սոցիալական հարցերը լուծենք, մեր թոշակների հարցը լուծենք, մեր ինվալիդների հարցը, բժշկության, բանակի խնդիրը շատ արագ առանց ուշադրություն դարձնելու կլուծվի։ Վերջին հարցը որ պետք է արվի, պիտի խիստ պետական եւ ժողովրդական հսկողություն լինի, առանց դրա ոչինչ չի արժի։ Եվ դրա մեխանիզմները պետք է մշակվեն։ Կան, դեռ սովետական միությունից հիշում եք նարոդնի կոնտրոլ կար։ Այդ մշակված են։ Ուղղակի պիտի վերցնել ու օգտվել։ Ես օպտիմիզմով եմ լցված, հիմա արդեն Ռուսաստանից թողել եմ, իմ ընտանիքն էլ է գալու, ես էլ եմ գալի։ Այստեղ արդեն այստեղ եկել եմ Վիլսոնյան Հայաստան, գրասենյակ են բացել այս հայկական հարցի լուծումը այստեղից արդեն պիտի շարունակվի եւ միաժամանակ ես պիտի զբաղվեմ հանքերի ինչու է այդ մեր իրավիճակը այդպեսին ժամանակին իմ համակուրսեցի Հակոբ Սանասարյան կար հանքերով էր զբաղվում եւ էկոլոգիայով իրեն գրքում ամեն ինչը գրված է թե ինչու է մենք շատ գրագետ ամեն ինչ այդ հարցերը բարձրացնում են այո դե հիմա ամեն ինչը գրված է ուղղակի մենք հակառակը պիտի անենք եւ անին չկտրվի ես որոշել եմ մնալ այստեղ զբաղվել այս երկու очень շատ կարևոր հարցերով։ Ես ձեզ շնորհակալ եմ անչափ այս հարցազրույցի համար, ժամանակի ուղղակի մի փոքր խնդիր ունեինք, թե չէ ես ձեզ չէի շտապեցնի, ես վստահ եմ ձեր ասելիքը դեռ հարստացնելու խնդիր կա, հուսամ որ էլի կհանդիպենք եւ այս հարցը կպահենք ուշադրության կենտրոնում իսկ ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Վիլսոնյան Հայաստան հասարակական կազմակերպության նախագահ Գյորգի Անտոնով Միրզախանյանի հետ։ Շնորհակալություն, ստեսություն։